Ադրբեջանական բենզին են ներկրում, ինչպես եք նայում այդ հարցին, եթե մեքենան նրա կապկուցիոն եք կօգտվեք։ Ոչ։ Ինչու՞։ Որովհետև այդ բենզինը գումարը պիտի տանեն իրանց զինված ուժերի վրա ծախսեն։ Մերուժան արծրունին այնպիսի բաներ արել, որ նկարագրում է այն դաժանությունները, որ պարսիկ զինվորները հրաժարվում էին անել, ապա դա անում են Մերուժանի վարձկան հայ զինվորները, վասպուրականի գավառը խողովող իրեն սարկել, լարիվ քանդե, ավիրե, ժողովրդին, մերումանուկը մորդ է։ Մի Մերուժանի նման այնքան կլի, ժողովրդի վրա կլսնեն կվառեն էլի, դրա համար են բերում, թե չի Ալիևը հենց նենց բենզին չի տա։ Թե ադրբեջանական բենզինը եթե բերեմ, բայց մեծամասնությունն էլ չի ուզում, չի ցանկանում, որովհետև Ադրբեջանի հետ մեր հայ ժողովուրդը չի ուզում, որ բարեկամություն ստեղծի, չի կարելի, ես էլի եմ ասում, ես էլի եմ կրկնում, չի կարելի, դու Ադրբեջանը այդքան զոհերը տվեցինք, այդքան երիտասարդ մարդ երեխեքը տուժվեցին, այդքան ինչ է երաբլուրը, որ նայում ենք, սարսափում ենք, բայց դա պետք է ինքը մտածի, չէ, դրա մասին։ Եթե թուրքական շորերից օգտվում են, ինձ թվում է ադրբեջանական բենզինից կօգտվեն։ Մեքենա ունեն, բայց չեմ օգտվում։ Մենք մանկությունից մեր արյան մեջ այդ ատելությունը թուրքի, ադրբեջանցու, այդ ամեն ինչի դա ինքան խորհրդամեծ։ Ինչքան զոհտվեցինք մենք, ինչքան վիրավորներ ունենք, ինչքան անհետ կորածներ իրանց այդ արյունը ծախեցին բենզինով, հա, բենզին են ներգրում, որ ինչ անեն, որ էլի հարուստանան գրզոները, Ալեքսանյանները, իսկ նրանք մենք ես չեմ երբեք չեմ ընդունում ադրբեջանական բենզինը ու առևտուր ընդհանրապես Ադրբեջանի հետ Ադրբեջանը թուրքը իմ թշնամին եղելա կլինի ու կմնա Ադրբեջանը իմ թշնամին է Ադրբեջանի հետ մենք ինչ գործ ունենք Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ ունենալու թշնամու հետ լավ հարաբերություններ են ունենում եթե ուրիշ թշնամի լիներ գուցե բայց թուրք ասածը արդեն մեր մեջ նստած է որպես մեծագույն թշնամի, մեծագույն, չգիտեմ, վտանգ մեզ համար։